Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ իրենց վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, ինչն անհրաժեշտ էր Միեդում գործընթաց սկսելու համար։ Ռուբեն Վարդանյանի պարագայում մենք ցուցադրելու ենք, որ մեղադրանքը քաղաքական է, որևէ անհատական հանցավոր արարք երբևէ պարոն Վարդանյանի կողմից չի իրականացվել, հավաքական ինքնորոշման իրավունքը օրինաբար որակավորվել է որպես ահաբեկչություն կամ հարակից այլ հանցագործություններ, մինչդեռ չի կարող լինել պատիժ առանց օրենքում հստակ նախատեսված արարքի։ Խաղաղության դատավարությունը շարունակվում է։ Ադրբեջանում ՑՄԱ ազատազրկման դատապարտված Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը նախորդին բանտից ձայնային ուղերձ էր հղել, տեղեկացնելով, որ 15 հայ գերիները, ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իրենց դատավճիռները բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։ Բողոքարկումն ըստ Իշխանյանի ձևական բնույթ է կրում, որևէ սպասում չունեն ադրբեջանական արդարադատությունից, պարզապես այդ քայլով ճանապարհ են հարթում դեպի միջազգային դատարան։ В Бакинском апелляционном суде продолжилось рассмотрение апелляционных жалоб 15 граждан Республики Армения, в том числе Араика Рутюняна, Аркадия Гукасяна, Баку Саакяна, Давида Ишханяна, Давида Բաբայանը։ Դավիթ Իշխանյանը նաև ադրբեջանական դատարանում է հայտարարել, որ ողջ այս գործը հայ ժողովրդին պատժելու համար է կարվել։ Ցույց տալու համար, թե որքան շինծու է այս գործը, Արցախի ազգային ժողովի նախկին ղեկավարը տեղեկացրել է, որ անգամ 1993 թվականին ծնված անձին մեղադրել են 91-ից 92-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների համար, եւ դատարանն էլ դա ապացուցված է համարել։ Սա քաղաքական պատվերով եւ քաղաքական դատավարություն է։ Այս դատավարությունը որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ։ Սա էթնիկ պատկանելիության եւ ազգային ատելության հողի վրա դատավարություն է եւ այդպիսի մթնոլորտում է ընթանում։ Խոսքս բնականաբար ընդհատվում էր դատախազների եւ նաեւ դատավորի անհիմն միջամտություններով, բայց ինչևից է ամեն ինչ ավարտին հասցրինք եւ հոդված առ հոդված անդրադարձա, թե ինչպիսի, այսպես ասած, զրպարտություններով եւ ձևակերպումներով առանց ապացույցների, առանց կոնկրետ փաստերի կայացվել է դատավճիռ։ Ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներ եւ կոպիտ ձևով ոչ միայն ինձ, այլ բոլորիս կպցրել, այսպես գործը կարել։ Ես նույնիսկ խոսեցի, որ սա կարված գործ չէ, այլ կարկատան է։ Ադրբեջանի բանտերում պահվող 15 հայ գերիների դատավճիռները Բաքուն հրաժարվում է տրամադրել։ Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո կատարյալ մեկուսացման մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիները արդեն 8 ամիս է զրկված են նաև իրենց դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից։ Այսինքն ադրբեջանական արդարադատությունը մերժում է տեղեկացնել, թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվել Հայաստանի քաղաքացիներին եւ ինչ ապացույցների հիման վրա։ Մինչև հիմա պատկերացրեք պաշտպանները չունեն, նույնիսկ այս պահի դրությամբ չունեն ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը եւ ոչ էլ դատավճիռը։ Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը, որ միջազգային կառույցներում ակտիվորեն զբաղվում է հայ գերիների հարցերով, նշում է, որ դատավճիռները չտրամադրելով Բաքուն փորձում է խոչընդոտել միջազգային բողոքներ ներկայացնելու գործընթացին։ Միեդ դիմելու համար անհրաժեշտ է ունենալ դատավճիռներ։ Եթե Ադրբեջանը շարունակի խախտելով օրենքները չտրամադրել դատավճիռներն, ապա իրավապաշտպանի խոսքով դրանք արդեն կստանան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով։ Միեդը միջանկյալ որոշում է կայացրել, համաձայն որի մինչև օգոստոսի 31 Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի 15 քաղաքացիների դատավճիռները պետք է ներկայացնեն եվրոպական դատարան։ Եթե դատարանին են չտրամադրեն, ապա մենք այստեղ կունենանք նոր որակի մարդու իրավունքների խախտման պնդումներ, կարծում եմ ադրբեջանական իշխանությունները չեն գնա այդ ճանապարհով եւ առնվազն դատավճիռները կտրամադրեն դատարանին։ Տարիներ շարունակ ադրբեջանական բանտերում պահվող 19 հայ գերիներին տեսակցելու նպատակով բարերար Ռուբեն Վարդանյանի կինը անցած ամիս հայտարարեց մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային պատվիրակության այց Բաքու։ Նշելով, որ Հայաստանի քաղաքացիները երկար ժամանակ է զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր մարդասիրական անկախ կապից, Վերոնիկա Զոնաբենդը դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին, խնդրելով ապահովել այդ պատվիրակության այցը Բաքու, կազմակերպել տեսակցություն Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների հետ, ինչպես նաև նրանց փոխանցել ընտանիքների կողմից պատրաստված ծանրոցներ, լուսանկարներ, նամակներ։ Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն, նշել էր Ռուբեն Վարդանյանի կինը, ով նույնպես
նույնպես ծրագրում է այդ պատվիրակության կազմում մեկնել Բաքու։ Իդեպ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է, որ պատվիրակության կազմում ազգությամբ հայ կանայք չեն լինի, անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս նախաձեռնությանը կներգրավեն օտարազգի հայտնի կին իրավապաշտպաններ։ Նախաձեռնությանը մասնակցելու են ազգությամբ ոչ հայեր, հայտնի կին իրավապաշտպաններ, որոնք անկախ քաղաքացիությունից, ազգությունից հանձնառում են գլոբալ առումով մարդու իրավունքների պաշտպանությունը։ Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց, որ արդեն բազմաթիվ իրավապաշտպաններ ցանկություն են հայտնել մասնակցել այս մարդասիրական նախաձեռնությանը եւ մեկնել Բաքու։ Նրանց ցանկը կհրապարակվի, երբ Ադրբեջանի օմբուդսմենը արձագանքի այս նախաձեռնությանը եւ եթե պաշտոնական Բաքուն համաձայնի ընդունել միջազգային պատվիրակությանը։